մենք բոլորս պետք է այս օրը, այս օրերին թիկունք կանգնենք մեր եկեղեցուն։ Մոլորեցման դոզան չափաբաժինը ահռելի էր մի միամիտ ժողովրդի համար, հասարակության համար։ Մթագնած հանրությանը քսի էր տալիս դատարանների վրա։ Նրանցից շատերը ուղղակի կամ մերժված էին մեր եկեղեցու կողմից, հա, կամ լինելով եկեղեցու մեջ աղանդավորական իրականում գործողություն են իրականացրել։ Իմ աչքի առաջ է մշտապես վեհափառին քաշքշել ընդհուպ ֆիզիկական բռնություն կիրառվեց։ Գնդեվանքում հիշում եք։ Այո, իհարկե, այդ ամենը ոչ վաղ անցյալում էր։ Այսինքն կարող էր շեև ավելի սարսափելի լինել։ Մենք պիտի բարձրաձայնենք այդ մարդկանց մասին, ասենք, որ անձնական շահերով մի դատեք մեր եկեղեցու հետ կապված հարցերը։ Պարզ է, չէ, որ սրանք ինչի համար են բերվել։ Վերջին արդյունքը ոչ միայն պետության դեմոնտաժ, այլև հայ ժողովրդի որպես մշակութային, ամուր մշակութային մի միավորի դեմոնտաժ։ Դու եւ կողակիցդ սկսել եք բացահայտ հայհոյել, որպեսզի աստիճանաբար ընտելանա հանրությունը, որ այս լեզուն առավելապես հայհոյանքի լեզու է։ Իսկ դու գիտեք, որ Անդրանիկը երբեք հայոց լեզվով չի հայհոյել։ Հայհոյելիս թուրքերեն էր հայհոյում։ Ինչու եկեղեցին պաշտոնապես չի նզովում։ Եկեղեցին շատ լավ գիտի, որ սա նեռն է։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ լրատվականի եթերում։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր հոգևորականներին։ Այս անգամ նա անցավ իր բոլոր սահմանները, նախ կառավարության նիստում նա անհարգի թիրախավորեց, վիրավորեց եկեղեցին մեր, այնուհետև մեկը մեկին հաջորդող Facebook-յան իր էջում գրառումներ արեց ու հասավ ընդհուպ մինչև հայոյախոսության։ Նա վաղուց է պատերազմ հայտարարել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ այնինչ նա անում է նորություն չէ ամենևին 7 տարի առաջ արդեն նա երբ գալիս էր իշխանության նույն ոճով էր, նույն ձեռագրով, ավելին կարող եմ ասել, որ ավելի վաղ իշխանափոխությունից էլ ավելի վաղ նա իր ընտանեկան թերթում, հայկական ժամանակ կոչված թերթում մշտապես գրում էր հոդվածներ հայ եկեղեցու դեմ, մեր հոգևորականների դեմ, նրա թիրախում էին բարձրաստիճան մեր հոգևորականները, զրպարտիչ, կեղծ լուրեր տարածող հոդվածների հեղինակ է մշտապես եղել լրագրող համարվող Նիկոլ Փաշինյանը, այնպես որ զարմանալ պետք չէ, որ նա այսօր որպես վարչապետ շարունակում է նույն ձեռագրով հալածել մեր եկեղեցին, բայց մենք պետք է հասկանանք, թե այս ամենը որտեղից է գալիս եւ ինչ նպատակ է հետապնդում։ Մինչ այդ այնուհանդերձ ես ուզում եմ հետեւյալը նաեւ հիշեցնել եւ ամեն մեկս պետք է գիտակցի, որ մեր եկեղեցին հայապահպան է եւ հայության հիմնական ինքնության մեր հենասյունն է։ Հետևաբար թիրախավորել հայոց առաքելական Սուրբ եկեղեցին նշանակում է թիրախավորել մեզ, հայերիս եւ մեր պետականությունը։ Այսա պետք է բոլորս հստակ հասկանանք, որպեսզի գիտակցենք, թե մեր դեմ այսօր ինչ սարսափելի արշավ է սկսվել։ Այսօր իմ հյուրը գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանն է։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Այս օրերին վստահ եմ տեսել եք, լսել եք, տարբեր լրատվականներ հրավիրում են հոգևորական, մեր հոգևորականներին, բարձրաստիճան նաև հոգևորականներ են լինում լրատվականների հյուրերը։ Ես այսօր որոշեցի ոչ թե հրավիրել մեր հոգևորականներին, այլ մտավորականության ներկայացուցիչ հանձին ձեզ։ Ինչու՞, որովհետև կարծում եմ, որ մենք բոլորս պետք է այս օրը, այս օրերին թիկունք կանգնենք մեր եկեղեցուն, ոչ թե միայն հոգևորականը պետք է այսպես պաշտպանվի, այսպես ասած, հա, այս չարախոսությունից ու կեղծիքին կարողանա պատասխանել, այլ մենք բոլորս ազգովի, որտեղ ես այդպես եմ մտածում, որ ամեն հայ, եթե նա իրեն հայ է համարում եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ուրեմն պիտի գիտակցի եւ կարծում եմ գիտակցում եմ, որ ամեն մեկս եկեղեցին ենք։ Ես համարում եմ, որ ես եմ իմ եկեղեցին եւ ես իմ տեղում ուրեմն պետք է պայքարեմ այն չարիքի դեմ, որ այսօր տեղի ունենում մեր երկրում։ Հետևաբար այսօր ուզում եմ, որ լսեմ ձեր խոսքը եւ կուզեմ սկսենք, պարոն Վարդանյան, ասելիքը քանի որ շատ է, եկեք այսպես
հերթով գանք, ինչպես ասում են, որպեսզի հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, եկեք սկսենք 2018-ին, երբ նա գալիս էր իշխանության, մի հատ այդ պատկերը տանք, հասկանանք ինչ արեց, ինչ տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ նա իշխանափոխություն էր իրականացնում գալով Գյումրիից, քայլելով, նույն ընթացքում մի խումբ հակաեկեղեցականներ կաթողիկոսի հրաժարականի պահանջով դրոշ էին բարձրացրել այսպես կոչված նոր Հայաստան, նոր Հայրապետ։ Խնդրեմ, ձեր հիշողությունները եկեք միասին հիշենք ինչ էր տեղի ունենում 2018-ի ընթացքում։ Բնականաբար ոչ միայն ուշով հետևել եմ այդ ամբողջ ընթացքին, ոչ միայն հիշում եմ, այլև շարունակ փորձում եմ այդ հետագա զարգացումները մինչև այսօր կապել այդ դավադրության արշալույսի հետ, մանավանդ այդ շարժումը, այսպես կոչված նոր Հայաստան, նոր Հայրապետ, այսպես պետք է դիտարկենք, այն ժամանակ դե խանդավառությունը շատ մեծ էր, այդ մոլորեցման դոզան, չափաբաժինը ահռելի էր մի միամիտ ժողովրդի համար, հասարակության համար, մանավանդ մենք գրեթե անպաշտպան էինք, պիտի խոստովանենք, որ նախորդ տասնամյակներին սև գործարվեց մեր ինքնության առումով, ինքնությունը գիտակցելու, որպես ինքնապահպանման հզոր զրահ գիտակցելու առումով ավերիչ կործանարար գործեր արվել։ Եվ այդ գրոհը, պիղծ գրոհը հենց մեր ձեռքով, մեր հանրության ձեռքով միանգամից սկսեց սա, այդ ագահությունը, անհագությունը սրանց։ Հիշենք, որ դրան զուգահեռ այլ ճակատներով էր, չէ, հարձակվում բոլոր կառույցների, հոգևոր, պետական, կառավարական, մշակույթ, կրթություն, եւ հույս ուներ, որ զուգահեռ մի հարվածով ամեն ինչը իրենով կանի, կասպատակի, կավերի եւ բարեբախտաբար գոնե եկեղեցու դեմ այդ պիղծ պայքարը չստացվեց, քանի որ իր ուժերը, կրկնում եմ, բաժանված էր տարբեր ուղղություններով, էլ մթագնած հանրությանը քսի էր տալիս դատարանների վրա, սահմանադրական դատարանի հետ էր հարցերը լուծում, այսինքն ինքը գիտեր այս հետագա այն ինչ որ դրել են իր առաջ, բայց միանգամից էր որոշել անել։ Պարզապես պիտի գոհունակություն հայտնենք նախախնամությանը, որ այդ պիղծ խումբը, որ պաստառները ձեռքին այդ կարգախոսով նոր Հայաստան, նոր Հայրապետ, այնքան ապիկար էր, որ ունենալով եւ չգիտեմ, այդ գրանտներով սնուցվող հանրության մի մեծ հատված որպես սատար, ունենալով մթագնած մեր հայրենակիցների մի մեծ ահռելի շերտ որպես պատվար, այնուամենայնիվ չկարողացավ այդ կործանարար գործը ավարտին հասցնել։ Եկեղեցին ամուր մնաց եւ այսօր եկեղեցին թերևս մնացել է մեր գոյաբանության այդ միակ պատվարը, որը սրանց կոկորդին է մնացել։ Եվ սրա հիստերիան, որ գնալով ավելանում է, արդեն բացահայտ փողոցային լուտանքի ու հայոյանքի է հասնում, հենց դա է պատճառը։ Պարոն Վարդանյան, ես 2018-ից մի բան եւս ուզում եմ ձեզ հիշեցնել, այդ օրերին ես սարսափով հետևում էի, թե ինչ էր կատարվում եւ նաեւ հոդվածներ էի պատրաստել եւ նաեւ կապ ունեի որոշ անձանց հետ, ովքեր հավատով մեր եկեղեցու ներկայացուցիչներ էին, շատ լավ գիտեին, թե այդ մարդիկ ովքեր են, որոնք այդ հակաեկեղեցական արշավն են իրականացնում եւ ես պարզեցի, որ նրանցից շատերը ուղղակի կամ մերժված էին մեր եկեղեցու կողմից, հա, կամ լինելով եկեղեցու մեջ աղանդավորական իրականում գործողություն են իրականացրել, գիտությամբ թե անգիտությամբ չեմ կարծում, որ էլի հոգևորական լինելով իրենք անգիտությամբ են դա արել, ինձ նույնիսկ ասացին, որ հատուկ տարիներ շարունակ իրենք ներմուծված են եղել մեր եկեղեցու մեջ, որպեսզի ներսից մեր տունը քանդեն, ներսից մեր եկեղեցին փլուզեն, եւ նաեւ մարդիկ, ովքեր ուղղակի մեծ ախորժակ ունեին պաշտոններ ստանալու։ Ես մեկի անունը ասեմ, Կարեն Պետրոսյան, որը այդ ակտիվ փուլում, որը կանգնած էր հայր կոյրուն կոչվածի կողքին, եթե ես չեմ սխալվում, չէ, ինքն էր այսպես առաջնորդողի դերում, այդ մարդը պաշտոն ստանալուց հետո Կարեն Պետրոսյանը հանգստացավ,
լռեց, որ ասում եք չձախողեցին, այո, նա պատճառն այն էր, որ իրենց նպատակը իրականում ոչ թե ինչ որ հաջողության հասնելն էր, հա, այլ գրանտ էին ստացել, պետք լափել էին, պիտի դրսի տերերին ցույց տային, որ այդ են կարել, ու մեկ էլ ներսում պաշտոն ստանային։ Իրենցից մի քանիսը պաշտոններ ստացան ու ձայները կտրեցին, բայց մինչև դա նրանք հանդգնեցին, հիշում եք, վեհարանի վրա հարձակվել։ Չգիտեմ, կհիշեք այդ կադրերը, ինչի էին վերածել մեր սրբատեղին, Կերուխումի մի ահավոր վայրի։ Խնդրեմ։ Դե ոչ միայն հարձակումը, նաև իմ աչքի առաջ է մշտապես վեհափառին քաշքշել ընդհուպ ֆիզիկական բռնություն կիրառվեց։ Գնդեվանքում։ Հիշում եք։ Այո, իհարկե, այդ ամենը ոչ վաղ անցյալում էր։ Այսինքն կարող էր շեև ավելի սարսափելին լինել։ Երբ որ կրկնում եմ, սա ինձ հիշեցրեց, գիտեք ինչ, այդ թուրքերի այդ ջիհադը, սրբազան պատերազմը, բազմաթիվ վկայություններ ունենք, չէ՞ որ ամբոխին գրգռում են, բայց դա հավատքի գործոնն են շահարկում, այսինքն դու մահմեդական ես ուղղափառ, քրիստոնյաները քո ծոցում բարգավաճել են, պիտի գնաս կոտորես, եւ ամբոխը հարձակվում է Պոլսում քանի այդպիսի դեպք եղավ, օրը ցերեկով կատաղած, մոլեգնած, մթագնած ամբոխը սկսեց իր կոտորածը, այսպիսի մի բան էր, որպեսզի մենք այս արարքների, երևույթների, դրսևորումների այդ զարհուրանքը պարզ գիտակցեն, օգտվելով այդ պահին եւ շահարկելով, տեսեք, մենք չկարողացանք մինչեւ այսօր հայ քրիստոնյային, հայ մարդուն լիարժեք բացատրել, որ հայոց եկեղեցին, որպես մեր գոյութենական կարևորագույն առանցքներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, պետք չէ նույնականացնել կոնկրետ այս կամ այն հոգևորականի հետ, ընդհուպ եթե այդ հոգևորականը եկեղեցու գլուխն է, պարզ խոսենք, կաթողիկոսը, եկեղեցին եկեղեցի է որպես կառույց, ինստիտուտ հոգևոր, շուրջ 2000 տարվա, 1700 եւ ավելի տարիների ամեն տեսակ փորձությունների դիմակայած եւ վերցնել այսինչ կրոնավորի վարք ու բարքը, չգիտեմ, թուլությունները, տկարությունները եւ Փառք Աստծո դրանք շատ քիչ են, բայց այնուամենայնիվ 1-2-ինը տեսեք սև տեխնոլոգիայի ուժը եւ դրանց բերես առաջին պլան ու թիրախ դարձնես ամբողջ եկեղեցին, հայոց եկեղեցին։ Իսկ այստեղ եկեղեցին տեսեք քանի զորավոր հարվածների թիրախ դարձավ։ Առաջին հերթին քույր եկեղեցիների։ Նայենք քրիստոնյա աշխարհը, մշտապես թե կաթոլիկ եկեղեցին, թե ուղղափառ եկեղեցին մենք գիտենք միշտ խանդով են նայել հայոց եկեղեցու այդ ներքին զորությանը, ինչպես հայերը կարողացան քրիստոնեությունը հայկականացնել, չմնացին կույր հավատի, չգիտեմ, ճիրաններում, դա վերցրին եւ տեղայնացրեցին, այսօր մեր հայկական մշակույթի մի կարևոր դրսևորումն է հայոց եկեղեցին։ Դրա համար էլ հայապահպան է։ Հիմա տեսեք, այդ հարվածները եւ քույր եկեղեցիների, որ անընդհատ մեր եկեղեցու հոտից գայթակղում են եւ տանում են մարդկանց։ Ինչքան հայ կաթոլիկներ, բողոքականներ, ավետարանականներ, ել չեմ ասում աղանդների այդ հուշկու հարվածները, միլիարդներով սնվող աղանդների։ Եվ այս ամենի դեմ եկեղեցու կողքը մենք պիտի լինենք։ Մենք պիտի լինենք, որովհետեւ ոչ թե ինչ որ մեկին լավություն անելու եկեղեցուն, այդպես եթե դիտարկենք, մենք փակուղի կմտնենք։ Դա մենք ենք, մենք ինքներս մեզ պիտի պաշտպանենք։ Շատ կարևոր բան եք ասում, այսինքն ոչ թե սա նախ պիտի հասկանալ։ Իհարկե պայքար է կաթողիկոսի դեմ, բայց կաթողիկոսի դեմ պայքարով պայքար է մեր դեմ, հայերիս դեմ, մեր պետականության դեմ։ Հիմա շատերն ասում են, ինչ իմաստ ունի, ասենք, գուցե ասենք որևէ մեկը նեղսրտած է, վերջես էլ մի մտավորական էր մեզ մոտ եկել, խմբագրություն, ես հիմա անունը չեմ տա, բայց շատ մեծ ցավ ապրեցի, ոչ ճիշտ իր պահվածքի համար, որպես հոգևորական ինքը այդպես մերժվել է եկեղեցու կողմից եւ լցվել է դառնությամբ առ կաթողիկոս։ Այսինքն տեսեք ինչ է կատարում։ Այդ անձնական նեղ փոքր վիրավորանքը
Հիմա ինքը առիթից օգտվում է եւ Նիկոլի այս հայտարարությունները ընդունում է շատ նորմալ։ Պատկերացնում եք, այսինքն մեր ազգի մեջ կան, մենք պիտի բարձրաձայնենք այդ մարդկանց մասին, ասենք, որ անձնական շահերով մի դատեք մեր եկեղեցու հետ կապված հարցերը։ Անձնական հարաբերություններով այս կամ այն հոգեվորականից մի քիչ նեղված լինելով չի կարելի այդ հայացքով նայել եւ այդ հայացքով քննել եւ առավել քննադատել եւ առավել ընդունել Նիկոլ Փաշինյանի խայտառակ գեղցիկն ու զազրախոսությունը, որտեղ դու ինչ որ մի ժամանակ մի քիչ նեղվել ես որևէ հոգեվորականից։ Ես կուզեմ, որ դուք այդ խայտառակ երևույթին անդրադառնաք եւ շատ կարեւոր շեշտադրում արեցիք, որ այո, մեր եկեղեցին անձերից վեր պիտի դասել։ Սա մի հզոր 1000 եւ ավելի տարիների պատմություն ունեցող հզոր հոգեվոր ինստիտուտ է ի վերջո։ Ախր տեսեք, միտքս ինձ ուր տարավ, դա նոր երևույթ չէ։ Ոչ վաղ անցյալում 90-ականներին մեր իրականության մեջ շատ հրեշավոր բաներ տեղի ունեցան, այդ թվում իշխանության եկածների կամ զավթասների արյունոտ ձեռքը միջամտեց եկեղեցու գործերին։ Կեղտոտ արյունոտ ձեռքը, տեսեք որտեղից է դա գալիս։ Սա որ հայտարարում է, այսօր դեռևս դա ցնդաբանություն է հնչում, պետությունը պիտի մասնակցություն ունենա։ Այո, ընտրությանը։ Հա, վեհափառի ընտրությանը։ Գիտակից մարդը որքան էլ այսօր վտանգավոր է դա բարձրաձայնել, ոնց որ ջուր լցնես սրա ջրաղացին, բայց նա գիտի ինչ է ասում։ Նա ինքն էլ է 90-ականներին շատ ակտիվ խառնակիչ որպես լրագրող, տեսավ թե ինչպես վարչապետ կոչվածի, չգիտեմ ինչի կոչվա արյունոտ ձեռքը, թալանչի ձեռքը մինչև արմունկը մտավ եկեղեցի։ Արքեպիսկոպոսներ էին տանում ինչ-որ անհայտ հասցեներով սպառնում։ ՀՀՇ-ի իշխանության Այո, սա մի զարհուրանք էր, որի դեմը մենք չառանք։ Արվեց այդ սև գործը։ Նույնիսկ կներեք, ասվում էր, որ Գարեգին առաջին մեծ հարգանք ունեմ փիլիսոփա կաթողիկոս էր իր անձի հանդեպ որպես հոգևոր առաջնորդ, բայց կար այսպիսի կարծիք այդ ընթացքում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ակտիվ աջակցություն կամ ուղղորդում է, ակտիվորեն ուղղորդել է կաթողիկոսի ընտրության ընթացքը, այսպես է։ Դուք տեղյակ եք այդ տեղեկատվությունը։ Խորքից ներքին խոհանոցին բնականաբար տեղյակ չեմ, բայց դա այնքան պարզ էր։ Հապա տեսեք այդ սատանայական խաղերը կոնկրետ Տեր-Պետրոսյանի։ Նրա միտքը ուր ասես կգնար, որտեվ ի տարբերություն այս նորօրյա սատանան ինքը տգետ է, փուչ է իր, չգիտեմ, շտեմարանը գիտելիքների։ Փուչ է, միայն Ադրբեջանի լսրած տխմարություններն ու ագրեսիան են։ Տեր-Պետրոսյանը նա գիտնական էր, ահռելի պաշար ուներ, նաև կրոնական գիտելիքների, ու դա ցավոք իչարս գործադրեց։ Ինչ է նշանակում Կիլիկիո կաթողիկոսին բերել, դարձնել ամենայն հայոց կաթողիկոս, այնքան հեշտ էր հիմնավորումը։ Մենք էլ սկզբից այդպես ընկալեցինք, որ վերջապես քայլ է արվում այս պառակտված եկեղեցիները միավորել, իհարկե ամեն առողջ հայ մարդ ողջունի։ Բայց ինչպես ախր ինքն էլ լուսահոգի վեհափառը պայծառ լուսավոր մարդ էր, պահպանվել են չէ քարոզները, բայց ինքը իր ամբողջ կյանքում պայքարել է հայ առաքելական եկեղեցու դեմ, որպես մրցակից եկեղեցի, որպես Անտիլիասի Կիլիկիո կաթողիկոս։ Դուք ուղիղ իմաստով եք ասում պայքարել, թե դե այդ ներհակությունը ուզեն թե չուզեն կա, չէ, եկեղեցիներն են բաժանել իրար մեջ, մշտապես այդ պայքարը գնում է, կոնկրետ միայն այն հանգամանքը, որ Անտիլիասի վրա լիարժեք 100%-ով կուսակցական ազդեցություն կա, սա արդեն վատ է։ Սա արդեն աղետալի է, բայց ես չէի ուզի, մենք գնում ենք ուրիշ տեղ։ Դառնալով այսօրվան շատ կարևոր տեղ կանգնեցինք ձեր խոսքում, այո, նա հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռական դեր ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Սահմանադրությանն էլ է դեմ գնում։
սրանով, պարոն Վարդանյան, այսինքն մեր սահմանադրությամբ կա հստակ տարանջատում, չէ՞։ Լավ է թե վատ է, կա տարանջատում։ Բացի այդ, մեր սահմանադրությամբ, ի տարբերություն մյուս այսպես կոչված կրոնական կազմակերպությունների եւ այլն, մեր եկեղեցին ունի առավելություն, առաջնորդող մեր եկեղեցին է։ Հիմա դու որ մի բան է լինում, Նիկոլ Փաշինյան, ասում ես ծնկաչոք կծնկեք դուք, հա, դեռ ծնկելու եք եկեղեցականներին այդպիսի կոչեր հանգում, ինչ գործ ունեք քաղաքականության մեջ մտնելու, չէ, դեռ ծնկե եք գալու եւ այլն։ Բա հիմա ինքը ինչ իրավունքով է իր քիթը խոթում հոգեվոր գործերի մեջ։ Ուզում է սրտի կաթողիկոսն ունենալ, որպեսզի կներեք շարունակեմ միտքս, որպեսզի անի մի այլանդակ գործ եւ չեն կարող դա չասել։ Գիտեմ, շատ լավ գիտեմ, բազմիցս ասել եմ, նաև ինձ տեղեկատվություն է հասել, որ մեր կաթողիկոսի վրա կա ճնշում, որպեսզի LGBT կոչված այլասերվածներին մցնել կարողանան դեպի եկեղեցի եւ եկեղեցով ամուսնացնեն, տղամարդ, կին, այս խայտարակությունն է ուզում Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչել։ Նախ եկեք սահմանադրությունը հանգիստ թողնենք։ Երբ է ուզել ոտնահարել ամենագռեհիկ կերպով եւ որևէ խոչընդոտ է հանդիսացել սահմանադրությունը կամ կոնկրետ SUN հոդվածը։ Տեսեք, Բրիտանիան սահմանադրություն չունի, գիտեք։ Իրեն պետք չի։ Այդ ավանդույթները այնպես ամուր են կարծրացած այնտեղ, որ հարկ չի համարել դրանք բերել որպես սահմանադրություն գրավոր դարձնել, դնել հանրաքվեի եւ ընդունել։ Շատ ամուր են։ Մեզանում էլ ամուր են, բայց քանի որ կրկնում եմ, անընդհատ թիրախավորվում ենք դրսից ու ներսից, մենք պետք է ունենանք սահմանադրություն։ Բայց դա թողնենք մի կողմ, սահմանադրությամբ թե առանց սահմանադրության, եկեղեցին եկեղեցի է միշտ չասեմ անջատ պետությունից, զուգահեռ որպես հոգևոր իշխանություն, որպես պետության, պետականության սատար, հուսալի սատար։ Հիմա դու ընկել ես եկեղեցու հետևից, բնականաբար այսպես ձևակերպենք, քանի որ գոնե այն գիտակից սթափ մի շերտի մեր հանրության, գոնե 7 տարիներ անց, պարզ է, չէ, որ սրանք ինչի համար են բերվել։ Վերջին արդյունքը ոչ միայն պետության դեմոնտաժ, այլև հայ ժողովրդի որպես մշակութային, ամուր մշակութային մի միավորի դեմոնտաժ, հանես նրա գիտակցության միջից այն բոլոր արժեքները, իմիջայլոց այդ արժեքները մեր գոյաբանության, ինքնության շտեմարանը բավականին լեցուն է, մեծ է, ինչու մենք գոյատևում ենք 7 տարի որպես հայ, ճիշտ է, շատ արժեզրկվեցինք, զրոյացան գրեթե մեր գիտակցությունը, ես որ ասում եմ մեծ է, դա չի նշանակում, որ անսպառ է, եթե շարունակ թույլ տաս, որ վատն են, ինչպես ժողովուրդն է ասում, քոռուպուչ անեն, իսկ որոնք են այդ հենասյուները, այդ մշակութային գոյաբանության, լեզու, չէ, անգնահատելի մի գանձ, մի պատվար հայության դեմքն է, մշակույթ շատ լայն հասկացություն է, պարտադիր եկեղեցի, որը կարող ես հասկանալ եւ մշակույթի մեջ եւ մշակույթի կողքը, ռազմական ներուժը, պատմությունը, այսինքն այս մի քանի եւ զուգահեռ հարձակումները, հիմա տեսեք, լեզվի հանդեպ ինչպեսի հաշվի հարդար են տեսնում։ Մեր լեզուն աստիճանաբար մեր աչքի առաջ վերածվում է լուտանքների եւ հայհոյանքի լեզվի։ Լեզուն որպես հայ մարդու մտածողություն, սոսկ հաղորդակցության միջոց չի, չէ։ Դու հիմա հանում ես լեզվի այն շերտերը հայհոյանքը, դու եւ կողակիցդ սկսել եք բացահայտ հայհոյել, որպեսզի աստիճանաբար ընտելանա հանրությունը, որ այս լեզուն առավելապես հայհոյանքի լեզու է, դա շատ վտանգավոր է։ Մենք դեռ չենք ասել, չենք հանգամանորեն դիտարկել։ Այսպիսի բան ես հիշում եմ 200 տարի առաջ Ռուսաստանում էր, դա կործանարար բան էր, երբ որ ռուս արիստոկրատիան
համարում էր, արհամարում էր իր լեզուն, համարում էր դա հայհոյանքների, գեղչուկի, գյուղացու, գռեհկաբանությունների լեզու էր համարում ռուսաց լեզուն, արիստոկրատիան։ Դրանով սովորում էին ֆրանսերեն։ Իրենք արտահայտվում են ֆրանսերենով, մինչև որ եկան պատվախնդիր մտավորականների մի հոսք, տեսեք ինչ վիթխարի անուններ, Տոլստոյը կլինի, Դոստոևսկին, Պուշկին, Լերմոնտով, այս ինչ եք անում ախր։ Այս անծայրածիր գոնե ձեր քանակից ու տարածքից վատ զգացեք, ինչպես թե գեղչուկի լեզու է։ Եվ այդ գեղչուկի ճակերտավոր լեզվից ստեղծեցին աշխարհի առաջնակարգ գրականությունը։ Հիմա նույն բանը դու հայոյանքները հանում ես, որպեսզի հայ մարդը մտածի մեր մայրենի լեզուն հայոյելու լեզու է։ Մի այլ օրինակ էլ բերեմ։ Լեզվի հանդեպ մեծարանքը միայն մեր պայծառ մտավորականները չեն այդ արժեքը գիտակցել, ապա նայեք Թումանյան կլինի, Իսահակյան, Չարենցը մեծաքանքար, մինչև մեր անուշ Համոսահյան, Շիրազ, ինչ էլ գրելու լինեն, ինչին էլ անդրադառնան, մայրենի լեզվի կարևորությունը մշտապես որպես բանաստեղծություն ու պոեմ կա, բայց միայն նրանք չէին։ Ես այս պահին հիշեցի, ենթադրենք բազմիցս մենք անդրադարձել ենք Զորավար Անդրանիկին։ Մարդ է, չէ, գիշեր ու զոր պայքարի մեջ, էլ հերսոթում է, ընդհուպ ձեռքերին է ազատություն տալի, բնականաբար նաև հայոյում է։ Իսկ դու գիտեք, որ Անդրանիկը երբեք հայոց լեզվով չի հայոյել։ Հայոյելիս թուրքերեն էր հայոյում։ Լեզվի հանդեպ սա գործնական մեծարանք է մայր, իմ լեզուն չպիտի պղծվի հայոյանքով, լուտանքով։ Եթե ես արդեն անթույլատրելին են արել, այս ինչ կուսակցականը, իմ զինվորը, իմ զինակիցը, բանը հասել է նրան, որ ես էլ պիտի պորտկամ հայոյեմ, թուրքերենով եմ հայոյում, որովհետև այդ լեզուն է հայոյանքի լեզու, ոչ թե իմ մայրենի լեզուն։ Հիմա շատ սևեռվեցինք։ Չէ, բայց գիտեք, շատ կարևոր բան, կարծում եմ այդ թեմային շատ քչերն են անդրադարձել։ Որտեվ սրանք առանձին մի ամբողջ ամեն մեկն է առանձին։ Տեխնոլոգիա է մեր լեզուն, շատ ճիշտ եք ասում, իջեցնելու, արժեզրկելու քաղցր մեր լեզուն, մեր հզոր լեզուն, մայրենին։ Ինքնանպատակ չէ, սա ոնց որ հանես, որպեսզի փլես ինչ-որ կառույց, սա պատվանդանն է, տակից հանում ես, խարխլում ես, բայց այդ պատվանդանը մեկը չէ, լեզվից բացի մշակութային հենքը։ Մենք տեսանք պատմություն, մշակույթ։ Այդ դասագրքերի օրինակները կլինի, ուրացումը ամեն ինչ, պատմական Հայաստանը բլեֆ է, դա մոռանում եք բան, այսինքն այդ պատվանդանը ավելի է խարխլում։ Եվ իհարկե, հա, այդ ռազմական ներուժը, դու շարունակ ներշնչում ես, որ թույլ ես, կրավորական ես, որքան էլ կրակեն քո վրա չպիտի պատասխանես, մինչև այդ խաղաղությունն է գերնպատակ, իհարկե խաղաղությունը մեռանք կրկնելով գերնպատակ է, նպատակների նպատակն է հայոց համար, բայց զենքով դու պիտի պահես խաղաղությունը։ Եվ խնդրեմ, եկեղեցի, էլ ոնց ձևակերպեմ, ավելի պատկերավոր, քան Շահան Շահնուրն է ասել, մեր պայծառագույն իմիջայլոց, նա ոչ թե մեր ոսկե սերնդի պես Սևակի, Շիրազի, Սահյանի, որ ապահով երկրում էին գոնե, արդեն 70-ական թվականներ, սփյուռք, կործանվող, ձուլվող սփյուռք, մշտապես ասենք այդ սերնդի մեր մտավորականների ուղեղը լարված էր, ինչ պիտի լինի այս մնացորդացի հետ։ Գոյապահպանական խնդիր։ Սպիտակ ջարդ է։ Այո։ Հիմա մեզ չեն մորթում ֆիզիկապես, բայց մեր աչքի առաջ վերանում ոչնչանում ենք։ Եվ ինչ է գրում Շահան Շահնուրը, հիշում եք, հաճախ շահարկում են այդ միտքը, որ մեր հենասյուները մեր գոյության, այս անունները պայմանական են, նա ոլորտները նկատի ունի, Մաշտոց, Կոմիտաս, Անդրանիկ և Կաթողիկ է, Կաթողիկ է նկատի ունի եկեղեցին։ Մենք չհասկացանք այդ մարդուն, բայց հետագա գոնե պարբերությունն էլ կարդացեք, որտև ասում է Մաշտոց ասելով ես նկատի ունեմ այն բոլոր երևելիներին, որ Մաշտոցի հետևից եկան, նարեկացի կլինի, շնորհալի կլինի, մյուս, Կոմիտաս ասելով, որ երաժշտությունն էլ, մշակույթն էլ, լեզվի դերն ու արժեքն ունի, դուք հասկացեք բոլոր մյուսներին,
Անդրանիկ, ես որ ասում եմ, նկատի ունեմ մեր զենքի անպարտելի ուժը Տիգրան Մեծից մինչև այսօրվա զորավարներ եւ եկեղեցին էլ դե բնականաբար։ Իսկ ինչ արեցին մերոնք։ Լավ թող ժողովրդին են հասարակ հանրությանը հասու չլինի այդ մտքի խորությունը դնեն, ծաղրեն, ով ինչ անուն գիտի, մինչև այսօր դնում շարում են, բայց ինչ Շահնուրը 4 անունը գիտեր ու ամեն մեկը մի 40 անուն է գրում, ապուշության վերածում այդ խորախորուրդ միտքը։ Անթուփ Վահագն Դավթյանի պես լուսավոր մտավորականը գեղագիտության մեր օրենսդիրներից սխալ հասկացավ Շահնուրին։ Այս հոդվածը, որ 35 թվականին է գրել Շահնուրը, Կոմիտասին նվիրված հոդվածը, 70 թվականին իմ ձեռքն ընկավ Հայրենիքի ձայն թերթը Սփյուռքի հետ կապերի կոմիտեի թերթներ, չէ՞, խմբագիրն էլ Վահագն Դավթյան։ Այս սոցիալիստական ռեալիզմի բարբարոսությամբ հարձակվեց, հոշոտեց այս հոդվածը ու սկսեց էլի անուններ թվարկել։ Բա մեր խորենացին, մեր նարեկացին, մեր խորհրդային ձեռքբերումները 4 անունս տվել, քաշվել գրախ։ Այդպես չի, մարդը մեր առանցքներն է մատնանշել ու որպիսի շատ կարծրանան հայության մեջ, առավել ևս սփյուռքահայության մեջ, տվել է այդ բևեռների խորհրդանիշերի միջոցով։ Եթե լեզուն է կարևորագույնը առանց եթեի, Մաշտոցն է խորհրդանիշ, մշակույթը խորհրդանիշ Կոմիտաս։ Ահա թե ինչու է այդ անունները ինքը թվարկում ու մենք էլ մինչև այսօր լիարժեք չենք հասկանում։ Հիմա այդ 4 ոլորտն էլ, որ մեր պատվանդաններն են հայության։ Տեսեք, ինչպիսի բարբարոս ուժեր են այդ պատվանդանը փշրում, խարխլում։ Եթե մինչև այսօր բացահայտ թշնամին էր թուրքը իր յաթաղանով, դրանից հետո եւ դրան զուգահեռ այդ սիոնիզմը իր գրանտներով ամեն ինչով, այսօր դրանց ավելացավ թերևս ամենավոխերիմ թշնամին։ Մեր մեջ ներդրված այդ խունտան, որ իշխանությունը իրենով է արել, եւ այն լծակները, որոնք սահմանադրությամբ, օրենքներով, իրենց կանոնադրությամբ կոչված են այս պատվանդանը զորացնելու, կրթության նախարարություն, մշակույթը, արդարադատությունը, բանակը, այդ բոլորը պայքարում են ամեն մեկը իրեն հանձնված ոլորտը հիմնավորապես կործանելու։ Հիմա այս խեղճ ժողովուրդը քանի ճակատով պայքարի, պաշտպանվի, մանավանդ որ անգլուխ է ցավոք։ Եվ ինչ մնաց մեզ։ Մի եկեղեցի, որը հայտնվել է սրանց թիրախում։ Այսինքն սա մեր վերջին հանգրվանն է։ Գոնե եկեղեցին որպես անձնավորություն իդեմս վեհապարի գլուխ ունի։ Ուզի թե չուզի, մենք եկեղեցու կեցվածքը մեզ համար արդեն հստակ է, չէ։ Միշտ կրավորական, սպասողական, գուցե ինչ որտեղ բացատրություն ունի։ Դրսևորում է որպես դասական աստվածաշնչյան քրիստոնեական կառույց։ Այսինքն ապտակում ես, հլու ես կուլ եմ տալիս դա, մյուս այդս էլ եմ դայաղանում։ Բայց եկեղեցին այդպես չի մեկնաբանում, Չէ, դա թողնենք, ես ասում եմ, այս 7 տարի մեր եկեղեցու կեցվածքը։ Այսինքն մեր հոգևոր հայրերը մտածում են աղետ է եկել, պահենք սա, պահենք չկործանվի, մինչև աղետը անցնի, բայց դա այդպես չէ։ Բայց այդպես է արդյոք պահում են։ Սա տարերային աղետ չէ։ Չէ, ես ուզում եմ հիմա շատ կարևոր բան եք ասում, որտեվ մի քիչ ես այլ կարծիք եմ, հիմա բերեմ փաստերը։ Եկեղեցին շատ հստակ արտահայտվեց այն եւ Արցախի ամբողջ ընթացքում, Արցախյան պատերազմի ժամանակ եւ Արցախյան պատերազմը երբ ավարտվեց, սա ուղղակի կապիտուլյացիոն իր հայտարարությամբ հանդես եկավ, եկեղեցին անմիջապես 1-2 ամիս հետո շատ կարևոր մի հայտարարություն արեց, որտեղ կետ առ կետ նշեց, թե ինչու պիտի հեռանա Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դրեց Նիկոլի հեռացման հարցը կետ առ կետ, շեշտելով այն բոլոր վտանգները, որ եթե նա մնա, մենք
ինչ վիճակում կհասցնենք եւ Արցախ կկորցնենք եւ մեր պետականությանը ուղված վտանգ է այս մարդու գոյությունը։ Եկեղեցին այդ մասին բարձրաձայնել է առավել հզոր եւ ուժեղ, քան կարող էր անել որևէ քաղաքական ուժ, որը պարտավոր էր անել եւ պարտավոր էր այդ եկեղեցու այդ միասնական հայտարարությունը նաեւ հիմքը ընդունելով հասնել նրան, որ սա հեռանար, չկարողացավ, քաղաքական ուժերը չկարողացան դա անել, բայց եկեղեցին շարունակում է ապրիլ 24-ի ընթացքում եւս պետք է հիշեք Արշակ Սրբազանի նզովքը, երբ որ տեսա բացահայտ այս մարդիկ գնում են հայոց ցեղասպանության ուրացման ճանապարհով, բազմաթիվ իրենց քարոզներում հայ եկեղեցականները հանգիստ, հանդարտ հոգեվորականի կեցվածքով իրենց խոսքը հնչեցնում են առ հայ քրիստոնյային հասցնելու համար, որ սթափվի հայ քրիստոնյա աղետ է մեր, այսօր էլ մեր եկեղեցին շարունակում է ի նպաստ Արցախի աշխատել, հիմա այդ մասին առանձին կխոսենք, ես ուզում հասկանալ ինչ պիտի էլ աներ պարոն Վարդանյան, եկեղեցին որ չի արել, խնդրեմ։ Այդ դեպքում ես էլ այսպիսի հարց տամ, բա դա էլ չաներ։ Չէ, բայց ով ասեց, չէ, այդ հարցը կարծում Բա դա էլ չաներ, այսինքն ցեղասպանությունն էլ չհիշատակեր, բայց դրեց հերացման հարցով պիտի հիմա այդ հերացումը իրականացնել, ազգովի ելնենք, նեցուկ լինենք, թիկունքին կանգնենք մեր եկեղեցու, հերացնենք սրան, ինչու չարեցին։ Որովհետև ինքը չկանգնեց, չդրսևորվեց որպես այդ պայքարի գլուխ, ավելին ասեմ, պայքարի գլուխ քաղաքական պիտի գործիչները կանգնեին, ինքը ձայնակցեց այդ պահին քաղաքական գործիչներին, որովհետև բոլորն էլ մի տողով կամ 10 տողով պահանջում էին հրաժարականը 20 թվականի աղետից հետո։ Այսպես իջեցնում եք այդ կարևորությունը հայտարարության, շատ կարևոր հայտարարություններ, պարոն Վարդանյան։ Իհարկե, ձևակերպումը կարևոր էր, բայց այդ ընթացքը տրամաբանական հուն չմտավ, պայքարի ալիք չսկսվեց, այդ 17 պլյուս ինչ-որ շարժում մենք լավ ենք հիշում։ Թողան էին, չարեցին, իրենք են ամբողջ մեղավորը ընդդիմադիր կոչված ուժերն էին, թող նեցուկ լինեին, մեր եկեղեցունը մենակ չթողնեին, թիրախավորված, դուք լավ գիտենք չէ, թե ինչի համար են թիրախավորում մեր եկեղեցին։ Շատ լավ գիտեմ, բա հենց այստեղ, որ ես անընդհատ շեշտում եմ մեզ մնաց մի եկեղեցի, ընդդիմադիր դաշտը ցավոք, եթե ոչ ընդհանրապես, գոնե առժամանակ պիտի մոռանանք, որովհետև էլ ոչ մեկ հուսալի չի, կոնկրետ մենք պատկերացնում ենք դա երրորդ և երկրորդ նախագահները, նրանք այդպես էլ իրար հետ լեզու չգտան և բացի այդ երբևէ այդ դաշտը չեն էլ թողնի, որ ուրիշը սողոսկի, դա արդեն բոլորիս համար պարզ է, ինչպես խունտան իշխող ասում է կամ մենք կամ չպիտի Հայաստան լինի, համարյա այդպես է, չէ, նրանց վարքը։ Եթե 18 թվին բառացի էր ձևակերպում, կամ ես պիտի լինեմ վարչապետ, կամ Հայաստանը չպիտի ունենա վարչապետ։ Այսօր քանի որ այդքան էլ սատար չունի, որ բառացի ասի, կամ ես պիտի լինեմ, կամ Հայաստան չի լինի։ Իր գործողություններով է դա ասում։ Հիմա այդ ընդդիմության հետ մենք հույս չենք կարող կապել։ Եկեղեցին է, բայց հայտարարությունը քիչ է, ես փորձեմ հիմնավորել քիչ առաջ ասածս։ Ինչ անի, ուղղակի հետաքրքիր է։ Ասեմ հիմա ինչպես եմ ես պատկերացնում։ Իհարկե ես անհատ եմ, սա իմ անձնական տեսակետն է եւ նոր չի ծնվել, որ ասեն ես նոր զարթնեցիր, 20 թվից պարբերաբար ամեն առիթով ես դա ասում եմ, որտեվ 20 թվի աղետը միայն ֆիզիկական պարտություն չէր ինձ համար, միայն Արցախի կորուստ չէր, դա այդ աղետը ես ամբողջ խորությամբ եմ ընդունել ու գիտակցել։ Հիմա տեսեք, որ ասում եմ ներողամիտ կրավորական կեցվածք մինչև այսօր եկեղեցական հայրերի, այսինքն այս աղետը թող անցնի մենք պահենք ու կոչերն էլ այս մակարդակում են, երբ որ անընդհատ այս մեկ ընդվզում են, ախր վեր կացեք, ձեն հանեք, ես ինչ եք անում, հոգևորականի կոչերը հիմնականում այս բնույթի են, ամրապնդվեք եկեղեցու շուրջ, ամուր պահեք մեր հավատքը, մինչև այս աղետը անցնի, բայց կրկնում եմ, սա տարերային աղետ չէ, երկրաշարժ չէ, ջրհեղեղ չէ, որ այս կամ այն չափով վնասի մեզ ու անցնի, սա մարդկային աղետ է, հունցված, հրահրված թուրքերից և սիոնիստներից, սրա անցնելը մեր չգոյությունն է, պիտի մինչև վերջ մեզ կործանի, այնպես որ այս դիրքորոշումը պահենք մինչև այս աղետը անցնի,
դա չի աշխատում, չի աշխատում։ Ավելի հիմա ինչ պիտի ան, ուզում հասկանալ գործունեության առումով, կոնկրետ գործնական առումով, քաղաքական քայլեր։ Վերջին սուր այդ իր զինանոցի, հոգևոր զինանոցի, որ 20 թվից մեկու մեջ այս օրերին ավելի է հաճախանում։ Ինչու եկեղեցին պաշտոնապես չի նզովում։ Եթե ես, դու, Պողոսը, Պետրոսը որոշակի վերապահում, մենք խոցելի մահկանացուներ ենք, կարող է ուզում է լավ բան անի, չի կարողանում։ Բայց եկեղեցին շատ լավ գիտի, որ սա նեռն է, իր գործի բնույթով, իր առաքելությամբ եկեղեցին ամեն օր գնահատում են նեռի այսքան կամ այնքան այդ չարիքի վնասարարությունը, նեռը այսօր սրանց կերպարանքով է եւ նրա թիրախն էլ հայությունն է, հայության ոչնչացումն է դրանց նպատակը։ Եթե դու սպասես մեզ կործանեն, քեզ կործանեն, վերջում Սփյուռքի ճամփեքին, որ նզովեցիր, դա էլ ուշացած է։ Հիմա կասեք ինչ կտա դա մեզ, չէ՞, նզովքը։ Հա, ես գրահեցի քարտը։ Ասեմ, ես այդքան միամիտ չեմ, որ հա, վեհապարը ենթադրում եմ դա էլ ծիսակարգ է, քանի որ երբեք չի եղել, մենք չգիտենք ինչպիսի ծիսակարգ է, կարծում եմ շատ ազդեցիկ, ինչպես չգիտեմ, օծումը վեհապարի կամ երկրի ղեկավարի ցանկացած եկեղեցական կարգ, սա էլ պիտի տպավորի այդ նզովքի ծիսակարգը։ Ներողություն խնդրում, իդեպ այս օրերին ասվում էր, այդ պահանջը կա, եւ պահանջի հետ միաժամանակ հիշեցվում է, որ 200 տարի առաջ է նման բան եղել։ Այսինքն մեր եկեղեցին այդպես հաճախ չէ, որ դիմում է այդ կարգին։ Այո, բայց հիմա մինչև բացառիկ իրավիճակ է։ Միջանկյալ մի բան էլ ասեմ։ Այո։ Դասագրքային մի ճշմարտություն կա, չէ՞, որ այս օրերին ու ամեն առիթով ասում ենք, դարերով մեր եկեղեցին է պահել, պետություն չենք ունեցել, մեր ժողովրդին բան, եղել ենք շատ վատ վիճակում բան։ Ասեմ ձեզ, ավելի վատ վիճակում, քան այսօր ենք, ոչ մի դարում մենք չենք եղել, անգամ ցեղասպանության տարիներին ավելի վատ չենք եղել, որովհետև մեզ ֆիզիկապես են մորթել, բայց մեր ներսում չեն դրել թուրքի դրածո, դեռ այդքան չէր հասնում նրանց հունարը, որ մեր ձեռքով մեզ ոչնչացնեն, ինչը հիմա են անում։ Այսինքն, եթե անընդհատ ասում ենք դարեր շարունակ եկեղեցին է եղել մեր հույսը, պատվարը, բա այսօր հիմա գամ իմ մտքին, ինչ կտա մեզ նզովքը, իմ պատկերացմամբ։ Կրկնում եմ, ես այդքան միամիտ չեմ, որ ասեմ այդ նզովքը այնպիսի զորություն ունի, որ հենց նզովեց այս նեռը, չգիտեմ, լեզուն կլալկվի, ուղեղը կմթնի, ոտու ձեռը կհաշմվեն ու կդառնա մի անկենթան փալաս։ Չէ, ամենևին։ Հիմա տեսեք, որ այսքան մեր աղմուկ աղաղակին աշխարհը կամ չի նայում, ամեն երկիր իր խնդիրը ունի։ Նայելուց էլ այսպիսին է հիմնականում, որ դե փոքր ժողովուրդ են, չեն կարողում դիմանալ Թուրքիա եւ Ադրբեջան, տասնյակ միլիոն, այդպես են նայում։ Որևէ մեկի մտքով չի անցնում, որ ներսից է քանդվում։ Իսկ եթե հանգարց դուք պատկերացնում եք, դա շանթ ու կայծակի մի ազդեցություն կունենա գոնե քրիստոնյա աշխարհում, նաեւ մահմեդական աշխարհում, այս ինչ պատահեց, որ մի ժողովրդի եկեղեցին նզովեց այդ երկրի ղեկավարին։ Պատկերացնում եք, դա կլինի համաշխարհային իրադարձություն, ու այն ժամանակ, երբ որ կսկսեն ուսումնասիրել, այս ինչ են անում այս հայերը, հարկադրաբար արդեն կպարզվի, որ այս ժողովրդի հանդեպ կործանարար դավադրություն կա, 18 թվի արվածը դա ոչ թե հեղափոխություններ, ոչ թե իշխանափոխություններ, բան, պարզապես թուրքական սիոնական դավադրություն էր, նպատակը ունենալով, կրկնում եմ, ոչ միայն երկրի կործանում, ազգի ինքնության դեմոնտաժ։ Այո, ահա ըստ իս ինչպիսի ազդեցություն կունենա այս վերջին թեկուզ եւ ծայրահեղ քայլը։ Ես կարծում եմ, չգիտեմ, իմ ներքին զգացողությամբ համոզված եմ, որ դա գալու ենք մենք այդ քայլը, եկեղեցին վախենամ ուշ կլինի արդեն։ Հա, դա ուրիշ բան, իսկապես անհանգստանալ պետք է, այսինքն ժամ առաջ դրա կարիքը կա, որովհետև 1 տարի առաջ արդեն հնչել է նման նզովք մեկ հոգևորականի կողմից։ Պարզապես այս դեպքում պետք է լինի
եկեղեցու կողմից, որը շատ կարևոր է։ 1 տարի առաջ, ինչպես արդեն ասացի, Արշակ Սրբազանը նզովեց Նիկոլ Փաշինյանին։ Անձնական դա նզովք էր։ Շատ լավ հիշում եմ, դա մեկ հոգևորականի նզովք էր, բայց ինձ թվում է իսկապես ժամանակն է, մանավանդ սրանց այս խայտառակ հայհոյախոսությունից, եւ ոչ միայն այդ հայհոյախոսությունը չի մենակ խնդիրը, ամբողջությամբ գլոբալ մի ծրագիր է, որը արտահայտվում է հայհոյախոսությամբ նաեւ, որ իրականացվում է այո մեր դեմ։ Հիմա պարոն Վարդանյան, շատ կարևոր բան ասացիք եւ ես շատ կուզեմ, որ որպես մտավորական ձեր այս կոչի պես կարծես դիմեցիք եկեղեցուն, որ ժամ առաջ շտապել է պետք եւ նզով պետք է հնչեցնել իլուր աշխարհը պիտի իմանա, որ Հայաստան երկրում կա մի խայտառակ կուսակցություն ՔՊ անունով եւ մի ղեկավար Նիկոլ Փաշինյան անունով, որը ուղղակի երկիրը հասցրել է հայ ժողովրդին այնպիսի իրավիճակում, որ նրա հոգեվոր դասը, նրա եկեղեցին, նրա ինքնության կարևոր հենասյունը նզովք է կարդում։ Սա իսկապես երևի աշխարհն իսկապես կցնցվի եւ դեմքով շուռ կգա դեպի Հայաստան հասկանալու թե ճիշտ եք ասում ինչ է եղել 18 թվականին ի վերջո։ Արմինե ջան, որի հետևանքը Արցախի կորուստն է։ Բացի դա, մենք մենակ չենք մնալու այդ պարագայում աշխարհին բացատրելու համար, թե ինչու այո այս հեղինակավոր այսօր էլ կրկնում եմ, այդ մենք ենք արժեզրկե աշխարհում հայոց եկեղեցին բացարձակ հեղինակություն է, այն էլ քրիստոնյա աշխարհում։ Այդ անծայրածիր կաթոլիկների մեջ, բողոքականների մեջ, չգիտեմ ուղղափառների մեջ մեծ հարգանք ու պատիվ ունի։ Նաև մուսուլմանների մեջ, Պարսկաստանում, արաբական երկրներում։ Կրկնում եմ, մենք մենակ չենք մնալու, իհարկե դա մեծ գործոն կլինի, որ աշխարհի ուշադրությունը հրավիրվի եւ փորձեն հասկանալ։ Արդեն առաջին պլան կգան եւ հոգեվորականները, որ բարի եղեք մեկնաբանել ինչի համար սա արվեց, եւ մտավորականները, նաեւ մեր տեղական հայկական իրականությունից զատ դուք հիշեցիք Իրանը։ Տակավի ներեք ինձ համար շատ հարգարժան մի վերլուծաբան Էհսան Մոհավեդյան, իրանցի, մի քանի անգամ ես հղում արել եմ, ամիսներ առաջ նա կոչ էր անում, ինչու Հայաստանը չի դիմում Իրանին, որ Սյունիքում Իրանը ռազմաբազա հիմնի եւ պատրաստի զինվորականներին։ Իսկ երեք ես կարդում եմ նրա արդեն խիստ մի դիտարկումը, այս ինչով է զբաղված Հայաստանի արտաքին գործոս նախարարությունը։ Երուսաղեմում սիոնիստները կնանոց հանել են երթ, եթե նկատել եք, ու ինչ կոչերով, հայկական թաղամասը պիտի ավերենք, դատարկենք։ Եվ արտաքին գործոս նախարարությունը, որ առաջինը պիտի դրան արձագանքի, Իսրայելի դեսպանի համար ինչ-որ երեկույթ ու խնջույք է կազմակերպել եւ ջանուղուր բան են անում, խոսում են հայ-հրեական դարավոր բարեկամություն, ես չգիտեմ ինչից։ Եվ պարսիկ վերլուծաբանն ասում է դուք ցնդել եք, դուք գժվել եք, Պարսկաստանը հավերժ դրամ ու չգիտեմ անվտանգությունը իր չի մսխելու ձեր երկրի ամբողջականությունը պահելու, պահպանելու համար։ Մի օր պարզապես մանավանդ այս դարում 21-րդ դարում Պարսկաստանի վրա ճնշումները շատ են։ Մի օր պարզապես ձեռքերը կլվա, բա ինչ պիտի լինի Հայաստանի վիճակը, Սյունիքի վիճակը։ Սա ասում է պարսիկ վերլուծաբանը։ Այսինքն, կրկնում եմ, նրանք շատ լավ գիտեն ինչ է կատարվում, քանի որ պարտավոր են պարսկական դիվանագիտությունն էլ, հետախուզությունն էլ դա առաջնակարգ է, այդ երկիրը դրա համար այսքան թշնամի ունենալով գոյություն ունի։ Նրանք շատ լավ գիտեն, որ այս իշխանությունը մերը չէ, բայց դա չես կարող բարձրաձայն ասել, շարունակ ակնարկում ես։ Դե եթե հնչի եկեղեցու իսկ այդ նզովքից հետո արդեն իրենք էլ կդառնան այդ ակցիայի մեկնաբանները եւ գուցե թե շատ ավելի հիմնավոր կմեկնաբանեն, քան մենք ինքներս, որ սա սրանց իշխանությունը չէր։ Այս իշխանությունը այս ժողովրդի, այս երկրի շահերի ներկայացուցիչը չէր, ներդրված էր այս երկրում այս երկիրը քանդելու համար։ Պարոն Վարդանյան, դուք հիշեցրեցիք, հա, Իսրայելում կատարվելիք այդ գործողությունը շատ վտանգավոր է դա, այդ կոչը շատ վտանգավոր է։ Ես հիշեցնեմ մի 2-3 օր առաջ
Ադրբեջանի այդ մոլլայի արած հայտարարությունը, որին հաջորդեց Նիկոլ Փաշինյանը, ուղղակիորեն հաջորդեց Փաշինյանի այդ հակա եկեղեցական հայտարարությունը։ Ինչ էր ասել այդ Կովկասի, ինչպես է կոչվում, դրանց այդ մուսուլմանների, դրանց այդ ղեկավարը բաց տեքստով նա հայտարարեց, որ այն տարածքները, որի վրա Էջմիածինն է կառուցվել, ընդ որում Էջմիածին անունն էլ աղավաղված ասաց, հա, չեմ էլ ուզում ասել, աղավաղեց ամբողջը եւ ասում է մեր տարածքների վրա է նախ, եւ հետո հայտարարեց, որ հայոց առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանը, տարածաշրջանի հանդարտությանը, այսպես նման հայտարարություն եւ դարձյալ Հայաստանի իշխանությունների կողմից ծպտուն չեղավ հակադարձման իմաստով, ճիշտ հակառակը, այդ մոլլայի թելը թելեց, ինչպես կասի մեր ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանը, այսինքն քայլ, ինչպես վերլուծաբաններից մեկն էր գրել, պասերով խաղում են։ Արմինե ջան, այդ մուֆթի է, մոլլա է, ինչ զահրմար է, մենք դրա հայտարարությունը գնահատեցինք մեր սովորական տրամաբանության, բանականության տեսանկյունից։ Այսինքն ինչ է նշանակում հայոց եկեղեցին սպառնալիք է տարածած։ Մանավանդ մենք ինքներս գիտենք, Երանի սպառնալիք լիներ։ Մեր եկեղեցին երբևէ ագրեսիվ չի եղել, դա մենք գիտենք։ Ավելին, նույնիսկ իր հոտը լիարժեք այն վերջին ջանքերով չի գործադրել իր հոտը պահպանելու, ելուր մնաց այլ համայնքներից մարդկանց բերելու դեպի իրեն։ Ինչպես անում են աղանդավորները։ Ինչը մենք այսպես նկատեցինք, խմծիծաղեցինք, ոնց կարող է հայ եկեղեցին սպառնալիք լինել, էլի, մի հատ թող ինքը իրեն պաշտպանի, ելուր մնաց եւ այլ։ Բայց այդ Փաշազադեի հայտարարությունը պետք է դիտարկել թուրքական աշխարհի տրամաբանության մեջ։ Այդ տրամաբանության մեջ ինքը ճիշտ է ասում։ Գիտեք ինչու։ Եթե ինքը ասում է հայ եկեղեցին սպառնալիք է, դա նշանակում է, որ հայությունն է սպառնալիք։ Պարզապես բառը շատ խիստ բառ է ընտրել աշխարհին, չգիտեմ, ցույց տալու համար։ Ես կասեի իրենց տրամաբանության մեջ դա մեծ անհանգստություն ու մտահոգություն է, որովհետև քանի հայը կա, այս թուրանական աշխարհի մեջ մի սեպ է։ Երբ որ ինքը ասում է եկեղեցին սպառնալիք է, նկատի ունի Հայաստանն ու հայությունն է սպառնալիք։ Իսկ եկեղեցին Հայաստանի եւ հայության պատվարն է։ Դու չես կարող միանգամից հայությունը վերացնես, պիտի գնաս 21-րդ դարում մի քիչ դժվար է, կոպիտ ասած, ինչպես մի դար առաջ քո ավակ եղբայրը պարզապես յաթաղանով այդ հարցը լուծեց։ Դու էլ անընդհատ պահի ես սպասում մտնես Հայաստան Թուրքի հետ, գործը ավարտես, բայց 21-րդ դարն է, ուզես աշխարհի հետ պիտի հաշվի նստես։ Այդ պատճառով առայժմ էս պլան B-ն են գործածում։ Իրենց ներկայացուցիչն է այստեղ, մեր ձեռքով պիտի քանդեն եկեղեցին։ Որ բանը չհասնի յաթաղանին, հասկանում եք։ Ճիշտ եք ասում, եւ միաժամանակ հրահրում է նաեւ նա որպես մուսուլմանների, հա, ոնց է, ես հիմա ամբողջական ջիհադի կոչը էլի։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահն է ի վերջո նա համարվում եւ շեյխ է համարվում, այսինքն նա հրահրում է նաեւ մուսուլմաններին հայերի դեմ, շատ ճիշտ եք ասում, այսինքն հոգեվոր դաշտ է բերում, իսկ մենք գիտենք դա ինչ է նշանակում, հա, դա ինչ վտանգներով է հղի։ Եթե մենք Հայաստանում, որ առայժմ դեռ այդ 300,000-ը բանը չեն եկել, որ վերջնականապես մեր հույսի դռները փակվեն, միատարր է, չէ, ազգությամբ մենք հայ ենք, բայց այս միատար ժողովրդի մեջ էլ է սա կարողանում այսպես կոչված ջիհադ, սրբազան պատերազմ բորբոքել, որ հայության այսինչ հատվածը, այսինչ հատվածին ատի մինչև մերցնելու աստիճան։ Բա Կովկասը, ամբողջ Կովկասը, Դաղստանը կլինի, Վրաստանը կլինի, մինչև, չգիտեմ, Կրասնոդարի մատույցները, որ հայեր, մուսուլմաններ, ճիշտ եք նկատել, այդ կոչը կարող է սրբազան պատերազմի կոչ ընկալվի, հետո ինչպիսին պիտի լինի հայության վիճակը։ Երբ որ բոլորի հայացքը մինչև այսօր հառած է Հայաստանին, իսկ այստեղ
մենք տեսնում ենք ինչ է Ներսից կատարվում։ քանդում են։ Այո, ես կուզեի նաև հետևյալին անդրադառնանք, դուք ձեր խոսքում ասացիք հայոց եկեղեցու կարևորության մասին աշխարհում ինչպես են գնահատում, եւ իսկապես նաև այս ընթացքում մենք պետք է անպայման սա արձանագրենք, ինչը աչքի փուշն է դարել Նիկոլ Փաշինյանի։ Մեր եկեղեցին իր առաջնորդով, հոգևոր առաջնորդով կաթողիկոսի ակտիվ նախաձեռնությամբ աշխարհի տարբեր հարթակներում բարձրաձայնում է Արցախի հարցը։ Սա բարձրաձայնում է, որ Արցախում ցեղասպանություն է եղել, մեծ ողբերգություն է եղել, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, որ Արցախցին ստիպված է եղել թողնել եւ գաղթականի ցուպը վերցնել, ինչպես ասում են։ Նա է, որ բարձրաձայնում է մեր եկեղեցուն այ մյուս բոլոր հոգևորականներով հանդերձ կաթողիկոսի հետ միասին, որ Արցախում այսօր տեղի ունենում մշակութային ցեղասպանություն։ Ամեն օր այս պահին մենք խոսում ենք, հերթական ավերն է եկեղեցի հուշարձաններ, մեր պատմության ամբողջ ժառանգությունը, հայկականությունը ավերվում է Ադրբեջանի ձեռքով։ Եվ այս մասին ոչ թե խոսում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, որևէ հարթակից մենք չենք լսի նրա նման խոսակցություն, մենակ խոսում են, որ խաղաղություն ենք ուզում։ Երբեք չի խոսել այդ մասին Նիկոլ Փաշինյանը, երբեք չի խոսել Ալեն Սիմոնյանը, հա, դե նախագանել կա չկա, չգիտեմ, կա թե չկա։ Հիմա այդ մասին բարձրաձայնողը միակը մեր եկեղեցին է եւ եկեղեցու գլուխը։ Հիմա պարզ չի, որ այս մարդիկ պիտի թիրախավորեն, որովհետեւ տեսնում են, որ իրենց այդ ստեղծած կեղծ խաղաղության այդ, հա, քողը բացում է մեր կաթողիկոսը եւ մենք տեսանք, պարոն Վարդանյան, Բեռնում անցկացվել է եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողով, հիմա ես ընթերցեմ, թե ինչ վերնագրի տակ է եղել կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում։ Տեսեք, այս խորագրով մեր եկեղեցու ակտիվ նախաձեռնությամբ, իդեպ որ նաեւ միաժամանակ Կիլիկիո կաթողիկոսության ակտիվ աջակցությամբ շատ կարևոր այդ համաժողովում լրջագույն հարցեր են քննարկվել, ընդհուպ մինչև մարդիկ ասել են, մենք նոր իմացանք, թե ինչ է կատարվում, այնտեղ բազմաթիվ հոգևորականներ ապշել են, թե ինչ է կատարվում Հայաստանում, Արցախում ինչ է կատարվել եւ հայության հոգևոր մշակույթի դեմ ինչ է կատարվում։ Ավելին հանձնաժողովը հայտարարություն է ընդունել, որ պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել եւ այս երևույթի առաջը առնել Արցախցիների վերադարձը ապահովելով։ Հիմա ես ամբողջ այս պատկերը ներկայացրեցի եւ սա ընդհանրապես հենց վերջերս, երբ որ զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանը սկսեց իր հավիախոսությունը եկեղեցու դեմ։ Խնդրեմ այս ֆոնին անդրադարձեք մեր եկեղեցու կարեւորությանը։ Դե մենք հենց դա ենք անում արդեն բավական ժամանակ։ Դա սովորական կարևորություն չի, կրկնում եմ, դա մեր հիմքերի հիմքն է։ Հիմա վեհափառը բնականաբար դուք պատկերացրեք, ինչպիսի ինքը անհարմար վիճակում է, լիարժեք վիճակում չէ, ինքը այդ աղետներն է ներկայացնում, փորձում է աշխարհի ուշադրությունը հրավիրել, բայց լսողների մեջ, եթե բանական մարդիկ է լսարանը, հարցը չի առաջանում, բայց ախր դուք պետություն եք, ունեք կառույցները, արտաքին գործոս նախարարություն, ինչպես դուք ասացիք, ազգային ժողով, վարչապետ, բան, բա ինչու մի անգամ չեն բարձրաձայնել։ Վեհափառը գիտի, որ այդ հարցը կարող է ծնվել, բայց նա նաև գիտի, որ սրանք սատանաներ են հենց այդ ավերողների ձեռքով, բայց ինքը չի կարող իրեն թույլ տալ օտար ամբիոնում, օտար հարթակում միջազգային հայտարարել, որ իմ իշխանությունը տնօրինում է իմ ցեղի թշնամին։ Սա կդիտարկվի որպես, չգիտեմ, կոպիտ ասած տեքոր կանանց բան, որ գնում ես քո բանը ճերմակեղենը ի ցույց ես դնում աշխարհին։ Ահա դրա համար եմ ասում վերջին տրամաբանված քայլը այդ նզովքն է հայրապետական, որպեսզի վերջապես հասկանան, ինչ վերաբերում է սրա հիստերիային, դա չեմ կարծում, որ բաներ ինքնաբուխ էր, որքան էլ որ ինքը արդեն տարիներ առաջ հռչակեց, որ Արցախը Ադրբեջանի մասն է, Ղարաբաղը, ճանաչեց Ադրբեջանի ամբողջականությունը, դա նկատի ուներ ոչ միայն որպես տարածք, ամբողջ պատմությունն ու մշակույթն էլ հետը մենք այս հանգամանքին խորությամբ չնայեցինք։ Այսինքն ադրբեջանական է նաև այնտեղի ամբողջ քրիստոնեական մշակույթը, որը այսպես են հարմարացնում, այդ մանիպուլյացիան այսպես է, սա աղավանական մշակույթ է, մենք
այդ քրիստոնյա աֆղանների, կովկասյան աֆղանների հետ նորդներն ենք, այսինքն սա մեր մշակույթն է։ Խնդրեմ, ձեր վարչապետն է ամենաբարձր հարթակից հայտարարում, որ սա Ադրբեջանի մաս է, նաև մշակութային ժառանգությամբ հանդերձ։ Ցավոք։ Հիմա նա հանկարծ տեսնում է, որ վեհապարը լրիվ այլ բան է ասում, շատ պիտի հերսոտի, բայց այսպիսի քայլի գնա, որ կարող է հանկարծ մեկ էլ տեսար դու հայհոյանք ես գրում եկեղեցու հանդեպ, հետո քեզ կողակի ձայնակցում։ Չի բացառվում, չէ, հանկարծ մեկ էլ ուշացումով այս ժողովրդի մեջ պատվախնդրություն կառաջանա, դուրս կգան փողոց եւ այս հարցը վերջապես մեկընդմիշտ կլուծեն, բայց դու գնում ես այդ քայլին, այսինքն ես կարող եմ չէ ենթադրեմ նույն այդ Փաշազադեն, Ալիևը, մյուսը անմիջապես ազդել են, այս ինչ ես անում։ Բա քեզ այսքան վճարել էինք, այսքան բան էինք արել, ոնց որ թե փակված է Արցախի հարցը, վերջ, փակված է, քո կաթողիկոսը են ինչեր է ասում այնտեղ։ Բեռնում։ Ըստ երևույթին շատ սուր է այդ խոսակցությունը եղել, մանավանդ որ մենք գիտենք սրան լուրջ չեն ընդունում։ Սա նրանց համար ընդամենը շարունակ ձախկելու, ստորացնելու մի բան։ Ես այս հիստերիան նա կարող է ելնել մարդավարի լեզվով, կառավարության նիստին, ինչպես նիստերը շոուների է վերածում կամ բան, ասել, որ ահա տեսնում եք, եկեղեցին մեր թիկունքից խփում է, մենք հանուն խաղաղության, այսպես ենք արել պետական դիրքորոշում, նա հայհոյանք է գրում։ Ուրեմն պատկերացնել է պետք թե ինչ է գրվել Ալիևի, Էրդողանի կամ այդ թիմի կողմից, այդ երկյակի կողմից, որ սա սարսափած դրելու այդպես լուտանքներ դուր գալու համար։ Հա, շատերը գրեցին, որ նա ուղղակիորեն դուր գալու համար արել է։ Ոչ թե դուր գալու, որ այդտեսեք ամեն ինչ անում եմ։ Հանգստացնելու համար լարվածությունը, մեղմելու համար զայրույթը։ Ես ձերն եմ, ինչ ուզել եք արել եմ, հերիք չի 10 անգամ ավել եմ արել ու հիմա էլ շարունակում եմ անել։ Բավական է իմ քթից բերեք, այսինքն կոնկրետ շանտաժ, բայց այդ շանտաժի վերջ չի լինելու։ Գիտես ինչ, եթե մարդը ծախվում է, դրա դիմաց պարտավորությունների տակ ստորագրում է, չգիտեմ ինչ է անում, մինչև վերջ նրա հետ արդեն ինչպես կուզեն կվարվեն։ Այո։ Պարոն Վարդանյան, մեր եթերաժամանակը արդեն սպառում է, շատ հետաքրքիր է ձեզ լսել եւ եզրափակենք, թեպետ դուք արդեն ասացիք ինչ անելը, ես հասկացա եւ հասկանալի էր նաեւ մեր հեռուստադիտողի համար, որ շատ կարեւոր քայլ ունի այսօր անելու մեր եկեղեցին։ Այո, նա պետք է հնչեցնի այդ նզովքը, որովհետև ինչպես ասում են, բանը բանից անցած է, մարդն այլևս չափ ու սահմանը դուրս է եկել բոլոր սահմաններից։ Բայց եկեք ես խնդրեմ նաև հետևյալով ավարտենք, ինչ պիտի անենք ամեն մեկս։ Մենք հասկացանք մեր եկեղեցու գործը որն է, նզովք պիտի անի եւ ամբողջ աշխարհը պիտի իմանա դրանով հանդերձ պիտի իմանա թե ինչ է կատարում Հայաստանում։ Իսկ ինչ պիտի անենք ամեն մեկս մեր տեղում, ամեն հայ։ Ի վերջո մենք պետք է նաև թիկունք լինենք մեր եկեղեցուն, հա, պիտի չասենք, այ դու գնա արա, մենք է կողքից նայենք ու ասենք լավ էր թե վատ էր։ Մենք այստեղ այն դեպքն է, որ չպիտի ասենք, այ դու արա, դու չէ, դա մենք ենք, մենք բոլորս, այսինքն մենք պիտի հասկանանք այդ menքը, որի մեջ մտնում ենք բոլորս եւ մեր եկեղեցին էլ մեր հետ միասին։ Մենք բոլորս ինչ պիտի անենք այդ նեցուկը լինելու, այդ հզոր ձայնը աշխարհով մեկ հնչեցնելու եւ սրանց պես ասացիք ժամ առաջ վռնդելու համար։ Օրինակ այսօր բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, մարդիկ ասում էին դատի պիտի տալ, նրան էլ նրա կողակցինել, ուղղակի դատի պիտի տալ, հնչեցնում էին, որ ներա պաշտն է աթոռին ղեկին մեր իշխանության ղեկավարության եւ ժողովուրդ զարթնիր։ Ախր դատի տալը ինչ կտա, նա կրկնում եմ 18 թվին եկեղեցուն զուգահեռ ասպատակեց արդարադատության համակարգը։ Իր ծախու դատավորներով, բաներով, այսինքն նրանք պիտի դատեն, չէ, ինչ դատի տալ, ինչ բան։ Մենք ամեն մեկս ոչ թե կրավորական։ Արդեն գործուն քայլերով պիտի ցույց տանք, որ եկեղեցին վերացական հասկացություն չէ։ Եկեղեցին ես եմ, դու ես, մեր մյուս հայրենակիցներն են, մեր ամբողջականությունն է հայ եկեղեցին։ Այդպիսի կեցվածք մենք պիտի ընդունենք, բայց ոչ թե մեր բազմոցներին ու դիվաններին։ Եկեղեցիների շուրջ համախմբված, ամեն մեկը իր տարածքի, իր թաղի,
իր թեմի, չգիտեմ, Հայաստանում թե Սփյուռքում, եկեղեցին պիտի տեսնի, որ իր հոտը իր հետ է, իր ժողովուրդը իր հետ է։ Եվ այդպես էլ կա, գիտեք, պարզապես այդ քարոզչությունը զարհուրելի ուժ է։ Եթե այս ները ունի 50-100 հոգի, ինչպես են թմրամոլ հարբեցողը, որ գնացել էր այդ ամբողջ շոուն պիղծ սարքեց Մարմաշենի եկեղեցում, այդպիսի շատ մի 100 հոգի ունի, բայց քանի որ առաջի պլանում քարոզչամիջոցները դրանց ձեռքն է, մենք թևաթափ ենք լինում, կարծում ենք, թե դրանք շատ են։ Ոչ, մենք ենք շատ։ Պարզապես մեր շատությունը արդեն պիտի ֆիզիկապես երևա մեր եկեղեցիների, առանձին եկեղեցիների եւ այդպիսով ընդհանուր Սուրբ Էշմիածնի շուրջը համախմբվելով։ Այո։ Եվ կներեք, թող հոգևոր հայրերը, ես չգիտեմ, իրենց ներողամտությունն եմ հայցում, գուցե մտածում են, թե ահռելի վտանգավոր պատասխանատվություն եմ կոչում իրենց։ Ոչ, քո նզովքը վեհապար, դա իմ նզովքն է։ Ինպես մտածող բոլոր հայերի նզովքն է, բայց մեր խոսափողը, մեր եկեղեցին է իդեմս քեզ։ Այո, շնորհակալ եմ պարոն Վարդանյան, շատ կարևոր, ինչպես միշտ շատ կարևոր ուղերձներ հղեցիք եւ մեր ժողովրդին եւ իհարկե մեր եկեղեցուն։ Ես մեկ շատ կարճ տեղեկատվություն ձեզ եւ բոլոր մեր լսողներին ասեմ։ Երեք պատարագի էի մասնակցում եւ հետո 1-2 եկեղեցի էլ այսպես արագ այցելեցի եւ տեսա ի ուրախություն ինձ շատ խիտ էր ներկայությունը մեր երիտասարդների ինձ չափազանց շատ ուրախացրեց, երիտասարդներն էին գալիս մեծամասամբ տղաներ։ Ես չգիտեմ ինչ պատկեր էր, ես ուղակի հիացած դուրս եմ եկել մեծ հույսով, որ այո, մենք կանք, շարունակելու ենք պայքարել, մենք շատ ենք, պարզապես պետք է կազմակերպել։ Այդ ուժը պիտի կազմակերպել եւ այդ կազմակերպիչը գուցե այսօր ինչպես եղել է երեք, ինչպես եղել է դարեր շարունակ, նորից եկեղեցին է մեր լինելու, պիտի զանգը հնչի եկեղեցու եւ պիտի մենք լսենք եկեղեցու նզովքը։ Շատ ապրեք, ես հավատացած եմ 10 տարի հետո, 20 տարի հետո, երբ որ մենք միշտ կհիշենք, թե ինչի առաջ կանգնեցինք, դարձյալ կփառաբանենք մեր եկեղեցուն, որ այսպիսի օրասական միջոցին ինչպես միշտ, ինչպես բոլոր դարերում էլի եկեղեցին մեզ փրկեց եւ ապահովեց մեր հավերժական ճանապարհը։ Բայց դա պետք է անել հենց այսօր, որպեսզի 10 տարի հետո մենք նորից փառաբանենք մեր եկեղեցին եւ մեր երկիրը։ Շնորհակալություն պարոն Վարդանյան, վերհիշեցնեմ իմ հյուրն այսօր գրող հրապարակախոս Կարո Վարդանյանն էր։ Լավ եղեք, կհանդիպենք։